Այս անգամ չեմ պատմելու ոնց եմ ավտոյի վրա տուն սարքում, այլ այն որ անընդհատ ասում եմ Եվրոպա տեխնիկական թանգարաններ եմ գնացել 100-150 տարի առաջ, եսի մինչեր են սարքել, գնանք այդ եսի մինչերը տեսնելու գնացինք։ Առաջի եվրոպական երկիր սա Չեխիան, որպես այդպեսին դե Վիեննան առախլապատ է, շատ բան չտեսա, հետո կեթանք տենանք։ Այն որ ասեմ հիացած եմ, այդ բան չասել կլինի, չգիտեմ շատ թույն է, որ ամեն ինչ օրինակ չափա, շենքերի ձևը բան, շատ է դուրեք է։ Սկզբանե որոշել եմ միայն տեխնիկական թանգարանները ցույց տալ, բայց հետո որոշեցի նաև ճարտարապետությունները ցույց տալ, որտեղ արժանի են։ Ամեն մի քանդակ է, ասենք մանրակրկիտ sense լրիվ մշակած է։ Պրագայում ամենաառաջին տեսարժան վայրը, որ այցելում եմ, այդ լինում է Պրագայի ամրոցը, այդտեղ որոշում եմ բարձրանալ Սուրբ Վիտուստի ժամացույցի աշտարակը, որտեղ սարանը դուք տեսնում եք։ Օրո! Դզիտ Օրեսիչ սիրունա, ջուր այսքան ելնել 100%։ Ասեմ, որ այսպիսի ճարտարապետությունը առաջի անգամ էի տեսնում եւ չտեսի պես այդ ամեն ինչին sense ժամերով կանգնած վերանձված հիանում էի, թե ոնց են մարդիկ այդպես համաչափ այդ ամեն ինչը ստեղծել, այդ կարմիր կտուրներով ահավոր թույներ, այն որ գնաք խորհուրդ եմ տալիս միանշանակ գնացեք։ Ասեմ նաեւ, որ աշտարակ բարձրանալը բավականին դժվար 80 մետր պետքակլոր աշճաներով բարձրանալ վեր, բայց այդ տեսարանը ամեն բան արժեր միանշանակ, եթե կարաք խորհուրդ եմ տալիս բարձրացեք։ Տարածքում կար նաև ասպետական տներ, իրանց զրահաբաշխուներ եւ այլն, որոնք որ այդքան էլ ինձ հետաքրքիր, չնայած տոմսերը առամ մտա, маш չկար ինձ համար մեծ հաշվով։ Պալատի այցելությունից հետո որ դուրս եմ գալի, այնտեղ նաև կարողանում եմ ասել Կարլովի մոստը, որը հայտնի տուրիստական վայր է ու բավականին սիրուն մոստ է իր բազմաթիվ քանդակներով հանդերձ։ Այդ ամեն ինչից հետո մինչև տեխնիկական թանգարան գնալը որոշում եմ գնալ ազգային թանգարան։ Ճիշտ է հասկացել, որ այս հիմնական ազգային թանգարանը չի, այլ այն մյուս կորպուսն է, ունենք ինչ սիրուն շենք է, ասենք շատ սիրուն է։ Պրագային բնորոշ, չգիտեմ, իր ասենք մանրակրկիտ սաղթեղ քանդակներ, այնքան շատ է, որ արդեն էլ աչքի չի երևում, ճիշտն ասած։ Այս էլ իրանց այդ նոր շենքներ, վերևը մենակ այդ Օլիմպիադայի ժամանակակից մասները, Օլիմպիադաները ոնց եղել, ինչ եղել։ Այդքան մի բան։ Հիմա գնանք ստե տեսնենք ինչ կա չկա։ Ասեմ, որ շենքը ներսից էլ բավականին գեղեցիկ էր։ Թանգարաններ բազմաթիվ հետաքրքիր բաժիններ, սկսած տարածաշրջանում առկա քարերից, կենդանիների բազմազանությունից եւ այլն, իրանց պատմությունը շատ լավ տեղին ներկայացված էր, այն որ նախանձելի էր այդ ամեն ինչը։ Ինչ է հետաքրքիր թրերը։ Ռուկայատ կգոմս արած որ ծառին չկպնի բան չանի կարգ։ Ասում կաշվից բաների վրա կախված է ընդհանուր որ ամորտիզացիա լինել ինչ որ փայտրեսից դրոցրած ծրածա ոնց որ ռեստորը լինի հետաքրքիր արած կարգի դեմի պավարոդի մեխանիզմի պատտով հիմա թռչունների բաժնում ենք թռնող կենդանիները միշտ ինձ ավելի հետաքրքիր եղել շո մոդելն սարքե Միշտ ընդհանրապես կյանքում մարդու չհամաչի ինչ-որ մեկից ինչ-որ բան հացնի Պարզում է այստեղ երկու հարկից բացի նա կա նաև երրորդ հարկ Հիմա բարձրանանք երրորդ հարկը, որը որ սրա վերևն են գնում Տեսնենք ընդեղից ինչ կա Իրականում դից ամենաշատը կուզեմ, որ դեպի քաղաք բացվող տեսիլան լինի, այդ ինձ ավելի շատ հետաքրքիր է Գնանք ինչ հաստեղից բացվում Դզից Տես թուն տեսարան է բացվում դեպի քաղաք երեք այն պալատից եմ ոնց որ քաղաքը նա այնտեղ էլ աշտարակ կար որ կարում էր բարձրանալ համարյա 200 աստիճան մոտարապես ու ամբողջ քաղաքը նայեր շատ սիրուն էր այսօր ոնց որ այս կողմից եմ նայում քաղաքը նոր թանգարան ներսը հեչ այսի մեջ ճիշտ այնտեղ շատ սիրուն էր բայց վերևից քաղաքին նայել լրիվ ուրիշ հետաքրքրություն է իմ համար Հիմա ոնց որ Պրագայի տեխնիկական թանգարանն եմ այդում, ինձ շատ հետաքրքիր ինչ-որ բաներ կար ինտերնետով որ նայում եք, գնանք տեսնենք ինչ է։ Ուրեմն հիմա տեսնում ենք ինչ։ Ահա առաջի սամոլյոտներից է։ Ուրիշ ինչ ունեցումներ կասել։ Դզեց։ Այս ժամը մնդրանք այդպես շատ չեր ձգում ընդից արագի մեջ թողի փախա, ասես սրանք տենամ նոր հետո մնացած է։ Շոկի քաշում է շարիչով մոտոյա, ոթիվա, 1994 Սա արդեն 1900, այս
Արդեն ներքին այլման շարժիչ է ստեղ։ Դա ներքին այլման շարժիչ է։ 1901 թվական, սերտին 1911 թվական։ Որում հատորները Ռուսը չթունյա։ Ինդիան 15 թվականին լեն հրմենով հայտից իշտվով ռեզոնից ագներ իստը բակը սենց մեծ մալտուրես Իշտ սամաձելկա սարքած իշխոր բանա, չնայած այդ թվերին սրանք սալում է սամաձելկա առած, ես էլ իրա սվեչաների տեղը, պրասենք վերջն է, էլի, 23 լիտր է, 11 կիլովատ, 205 կիլո է ամբողջ մոտոն, իս առաջին համաշխարհայինից է, շատ թույներ, Այս ամենին չարժեր, չնայած Գերմանիա որեթամ Հայդելբերգ գիրոջս աշոդի հետ ոնց որ կագրած սենց մեծ սրանից ավելի մեծ տեխնիկական գերմանական թանգարան պետանք ունդը պլյուս դի Մերսեդեսի թանգարան էլ գնամ որ չգիտեմ Ռասենք նայեք ստե Իսկի մարդիկ մեր օրերում որ ուզենա սարքել շատ մեծ էներգիա ու գիտելիք է պահանջում 614 HP 13 կիլովատ Ասենք ամորտիզատորի ձևը իրա ամորտիզացիա անելու իր առագարկիքի Այս երկու պորշին է 24 թվին երկու պորշին Ստո երեմենով է փոխանցում ոնց որ այս կողմից սկզբից երևի եղել այդ անոր այս տորմուզն է աստե չէ մի րոպե այս իրա տորմուզն է այն կողմից ցեփով է փոխանցում սա սկորոստի տեղը Ես էլ ոնց մոպեդի նախատիպ էլի, մոպեդի պապանա 24 թվին 100 կիլոմետր ժամ այս մոտում գնացել է պատկերացնում եք սրա վրա 100 կիլոմետր ժամը Լսան պատմությունը Օրայսի Հարլի Դեվիդսոնն է 28 թվականի Հարլի Դեվիդսոնը, ես իրաց կինոն որ նայում ես սենց վերջն է, ոնց են այդ ամեն ինչը դրե արե, չնայած կինոյը շատ ռոմանտիզմ է արած, բայց մեկը նայում ու չես կարողանում պատկերացնել, թե թվականին մարդիկ 0-ից ոնց են այդ ամեն ինչը մտածել ու ստեղծել։ Ինդիան է էլի 31 թվականին յուղի ճնշումը ստեղ է ցույց տվել դավներին, ասենք այս երկու տակտանի է ամենայն հավանականությամբ, BMW 32 թվականի BMW Ասենք, ես նայում եմ, ոնց որ ռուսական դնեպերը լրիվ լինի, տոլի ուռալ չեմ հիշում իրանց որն էր այս կեշկեքի ձևը, ասենք ռեսորով պատվեսկա է ունեցել այս մոտոն, պրոժին չի եղել, ռեսորով են արել, որ այսինք փոքս են մտածել սենց, տորմուզն էլ երևի սրա ստեղից է եղել, էլի յավա, եսի 180 կիլոմետր, 180 կիլոմետր 1939 թվականին սիրիական մոտո է եղել Յավա էլի, այս սրանք չեմ պատկերացնում ինչի համար Իրա կարբուրատորի սիստեմն է եղել, չգիտեմ ինչ ձև է աշխատում Հրաշք է Ասենք հիմա այս նույնը, ասում են հենց հիմա Հայաստանում փորձեք այնպես բան սարքեք պահանջարկ կա ու կարակ վաճառեք Արդյոք քանի տարի կպահանջի մեզից, որ նմանատիպ ինչ-որ մի բան ստանանք շարժիչ, որը որ ստեղծվել է օրինակ Հայաստանում ու այդ աշխատում է Չգիտեմ, որ այդ լիքը փորձ ու գիտելիք է պահանջվում ու նախանձեցի, շատ նախանձեցի Չեխերին բավականին տեխնոլոգիական պատմություն ունեն, ասենք ունեն Տատրա Այս մեքենաների մեծ մասը իրանք հստեղ Չեխիայում է ստեղծված Պրագայում ստեղծված մոտոներ կար Գերմանիան գիտենք, որ ինքը շատ է տեխնոլոգիապես լիքը ինչ-որ բաներ ունի, Mercedes-ը, BMW-ն ու տենց ինչ-որ մի շարք ընկերություններ կան, ոնց որ Չեխիան ես չգիտեի, որ տենց բաներ կա, չգիտեմ, հիացած եմ։ Արժեր էս թանգարանը գալ, ովքեր որ տեխնոլոգիական, չգիտեմ, սիրում են այդ ամեն ինչը, որ գալիս եք Չեխիա, Պրագա, պարտադիր եկեք այս թանգարանը նայեք, շատ հետաքրքիր, եթե տեխնիկա սիրում եք, չգիտեմ։ Այն որ պատմության թանգարան գնալու տեղ, ավելի լավ է ստեղ գալ, այս սրա պատմություն լրիվ ուրիշ է։
Որ մարդիկ ասում են նոր էծանիվ չես հորինի, բայց եկեք նայենք, ասենք 1937 թվականի էծանիվը ինչ ձև է, ասենց 1905 թվականը ինչ ձևի է։ Մարդիկ անընդհատ ինչ-որ փոփոխություններ արած, փորձած ինչ-որ մի բան կատարել է գործեն, ավելի հետաքրքիր մոդել ստանան, ավելի լավը ստանան, փայտից էծանիվ, այս ոնց որ մրցույթների էծանիվ ա եղել 2008 թիվ, 2006 թիվ, էլեկտրական շարժիչով, մոտո հեծանիվ, պլաներները, ինչով է տարբերվում պլաները սամոլյոտից, որտեվ ինքը իր շարժիչը չունի, իր ոնց որ ինչ-որ մի բանով գետից քաշում են, ինքը բարձրանում է օդ, սկսում է քամիներ մշակի, տերմիկներ, ոնց որ ես որ պարապլանով թռնում եմ, նույն ձևի տես մշակում, պրոստը իրենք ավելի շատ հնարավորություններ ունեն մշակելու, քան օրինակ պարապլանը։ Շոկեքաշ մեքենաներից է էլի առաջի փայտի ծակերով 1914 պոեզը, որս ինչ հսկա է, ակի չափը, որպեսի պատկերացնեք չափը, ասենց նայեք ինձնից ինչքան բարձր է, 2 մետրից ավել ակա, 1930 թվականի հրշեջ մեքենա, այս Տատրա է երևի, հա Տատրա է, Տատրա 815 չեխական մեքենա է, այսինքն այդքան հին մեքենա չի իրականում, որ թվականի մեքենա է, 440 ձյաուժ, 15.874 ամենի 16 լիտր, 160 կմ/ժ գնացել էս մախինան, 2001 թվական, Տատրայի յուրահատկությունը նրանում է կայանում, որ ստե մոնստերը, իրանք իրար հետ էթում է ոնց որ ինչ-որ տրուբով է, թա կարդանի վալ բան չկա, իրար ռամեն հենց էս տրուբեն է համարվում, ինք իրար վրա խաղում է, այստեղից էլ չգիտեմ լույսը ոնց ենք բարում, ամորտիզատորները 2 հատ, իր ռեզինից բանելն է, որ խաղում է այս ամեն մի ռագատկեն հետը, հետո նկարներ գտնում չգիտեմ, ասեմ, որ սովետական ժամանակաշրջանից էլ Հայաստանում էլ կան տատրաններ, այս տատրանների յուրահատկություններից մեկն է, որ իր այս մոստերի պատճառով, երբ որ բեռնված չի բեռնատարը, իր ակերը թեքականգնում, դրա համար իրան ասում են նաև տասալապի։ Java, չգիտեմ ոնց է ճիշտ սրան ասել, Java 759, 1935 թիվ, Prague, Մեծ Java motorcycles, այս Java մոտոների արտադրողը ոնց որ երևի որոշել է ավտո արտադրի, ես հաստացել, այս ինչա, Walter Standard 6, 1931 թվական, Z4, 1936 թվական, էլի Tatra, 1925 թվական, Benz, հենց Benz-ին է, Benz 1640, այսինքն 1914 թվականի 40 ձյաուժ զրույցությամբ հենց Benz է եղել, ոչ թե Mercedes-Benz, այլ հենց Benz-ն է եղել, Benz ընկերության արտադրած մեքենաներից է եղել 1914 թվականին, այդ մինչև Mercedes-ի հետ միավորվել է, մինչև այդ եղել է Benz-ը, Mercedes-Benz-ին սկզբանե առանձին ընկերություններ են եղել, Benz-ը առանձին ասա արտադրել, Mercedes-ը առանձին, հետո իրենք միավորվել են, պատմությունը չեմ հիշում, կնայեմ, ասեմ, որ թվականին են միացել իրենք, Audi, այս էլ Audi-ն է, 1911 թվականի, Bugatti, այս որ թվականը, սա ավելի հին է, 1910 թվականի Bugatti է, կան ընկերություններ, որոնք որ մեքենաներ են արտադրել, անցել են պատմության գիրկը, բայց չգիտենք, նոր լսում եմ ես, այդքան էլ ճիշտ է շատ մոլի ավտոսիրահար չեմ, բայց հավականաչափ տեղյակ եմ ընկերությունների պատմություններն եմ միշտ շատ հետաքրքիր եղել, իրանցից օրինակ տեղյակ չեմ եղել, որովհետև բանկրոտի են ենթարկվել, անցել են ընդհատակ գնացել են, դրա համար ոնց որ չգիտեմ, ես ինչ ավտո է, Gardner 1900 Dion Boughton 1898 թվական Benz Victoria Տեսակ ավտոներից սամոլյոտից հետո
մոտոից հետո էլ այս կոմի վրա աշկից չի ֆռում, չգիտեմ։ Այս թանգարանի այն հատվածն է, որտեղ որ ֆոտոապարատների պատմությունն է զարգացում, որ հովտել եմ 3 հարկ ունեմ փաստորեն ու 3 հարկել ներքև կային մեծ տարածությունը նայելը մեքենաների։ Լստակ այսքան էլ բաներ կա նայելու, ես ես մեզն էլ նայել։ Այս ճարտարապետական հատված է, իրենց դրսի քալնդակները տեսնելուց հետո էլ ստանալսը տենց չէ զարմանում։ Առաջին տպագրական մեքենաներից է երևի, չգիտեմ որ թվականի է, 1898 է հեսա։ Ասենք սալոնջոստիկ աստեղ ոնց աշխատես ամեն ինչը։ Մետաղի մշակման մասին է, թե ոնց են այստեղ ժամանակին մշակել մետաղը 17-րդ դարում։ Զրա բաճկուներն ոնց են սարքի ստացել։ Իսկ ես այդ ամեն ինչը էլ ավելի հին է, զանգերը որ սկսել են ձուլել զանգերը ստանալ, հեսա ֆորմա են թափեստացել, հետո կարողացել են զանգերը ցույց սարքեն։ Բայց ամենահետաքրքիր մասը ստեղ թե ոնց են իրանք մետաղը ստանում, այս այդ վառարն է, եթե քարան անկային լսվում է վառվում է, ըստ դրա ոնց որ մշակվում է հեսա, որ բարձրության վրա ինչ մետաղ է լինում, այսինքն ծանր մետաղի շտմա ներքևը տեղից դուրս է գալի ու ամեն մեկը տարբեր հալման ջերմաստիճան ունի։ Ըստ դրա կարողացել են մետաղները իրարից առանձնացնել։ Ամենա կարևոր մարդկության պատմության զարգացման этаպներից մեկն է, չգիտեմ իմ կարծիքով։ Այս ամենի մեջ գիտեք հետաքրքիր որն է, որ Հայաստանը մեծամորի շրջանում 11-ից 9-րդ դարում մեր թվարկությունից առաջ եղել է մետաղաձուլական կենտրոններ, որտեղ որ մետաղը կարողացել են ձուլել այդ վականներին, բայց այսօր մենք չունենք ոչ մի նորմալ արտադրություն, այդ շատ ցավել է, չգիտեմ, ժամանակին մեր երազ գործարան ունենք, որի սարքած մեքենաները դες գլխառատ գործեր էին, չգիտեմ, գալիս Էվան կանգնում էին, հետո դա տեղում սարքում էին, շատ ժամանակ աշխատողները գլուխ էին գալու, որ դու գայքի ձգելու տեղը կվալդում էին։ Դրա ավելին այսօր այդ հսկայական գործարանային տարածքը վերածվել է բնակելի թաղամասի, ել չեմ ասում են հսկայական պրեսները մետալալոմի տեղ կտրել հանձնել են։ Այդ շատ ցավալի էր իմ համար, երբ որ այդ ամեն ինչը տեսնում էի, բայց այդ է։ Հուսամ մի օր մենք էլ ինչ-որ մի բան կարողանանք արտադրել, հավատում եմ, որ կգնանք, կարող ենք։ Առաջի տերֆրատը ձեռով աշխատող ոնց որ եթե ճիշտ եմ հիշում անկապորություն անելու համար է, իսկ հիմա ժամանակակից ինչպեսի մեքենայով այդ ամեն ինչ արվում։ Սա դրած է, թե հին մոդել է, դաժե որքի պես այնից փորելով էտում է, կամ սրանով թունելներ են սարքում, կամ փաստացի շախտաներից ինչ-որ բաներ են անում, չգիտեմ, մանրամասն այդքան էկտեմային մեջ խորացած չեմ, հին պատմություն, թե ոնց են հանում, ինչ են արել անկային թե դինամիտը, որ այդնագործել են, դրանից հետո սկսել են կիրառել, արագացել ամեն ինչ։ Ասում նայ մյուս առավոտյան այցելում եմ Չեխիայի կենդանաբանական այգի, բավականին սիրուն էր, մեծ էր այդ ամեն ինչը, շատ գրագետ ամեն ինչ կառուցված էր, բայց իմ համար մի տեսակ դաժան էր, երբ որ հատկապես տեսնում էի արծիվների վանդակների մեջ փակված, դրա համար որ ասեմ շատ հավանել եմ այդ ամեն ինչը, չէ, բայց ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր կառուցված էր ամեն ինչ, եթե սիրում եք այդ ամեն ինչը միանշանակ խորհուրդ եմ տալիս գնացի։ Ինչ այս անգամ համար այսքանը չմոռանաք սեղմել հավանելու եւ բաժանորդագրության կոճակը, ինչպես նաեւ կոմենտներում գրեք ձեր կարծիքը այս ֆորմատի մասին, արդյոք ստացվեց թե ոչ, եւ կուզենաք լինի շարունակություն, որովհետեւ Գերմանիայում այցելել եմ երկու տարբեր տեխնիկական թանգարաններ, որը մեկը մեկից ավելի հետաքրքիր է, սկսած Սուզանավերից, համալյոտներից վերջացրած, բացի այդ նաեւ Վիեննայում եմ տեխնիկական թանգարան այցելել, որը էլի բավականին հետաքրքիր էր, դե ինչ եթե այս ամեն ինչը ձեզ հետաքրքիր, նորից մոնտաժ կանեմ կտեղադրեմ, իսկ ավտոտար մասին արդեն կլինի 2 շաբաթից, ասեմ որ պատրաստում եմ հերթական թեստավորման, այնպես որ բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք, լավ մնացեք։